Ողջույն բոլորին, Պարտիզակի Ահարոնի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները պատրաստել են նախագծային աշխատանք, որի մասնակիցներն են Ռուզաննա Ղազարյանը, Նարեկ Ղուկասյանը, Ալիկ Աբասյանը, Աբրահամ Գրիգորյանը, Ռաֆի Աբրահամյանը, Դավիթ Սարգսյանը, ուսուցչուհի Մարա Հովհաննիսյանը։ Նախ ներկայացնեմ, որ նոր նախագիծ ենք սկսում YouTube-յան ալիքում և այդտեղ լինելի է 4 մասանոց ֆիլմերի մասին պատմող վիդեոներ, որոնք դուք կարող եք ծանոթանալ։ Առաջինը ես խոսելու եմ կինոյի մասին, թե ինչպես է զարգացել 19-րդ դարում։ Կինոյում իր վառ արտացոլումն է գտել 19-րդ դարի գրական հարուստ ժառանգությունը, ժամանակաշրջանը նկարագրող գրական երգերի էկրանավորումները մեզ ծանոթացնում են 1800-ականների հեղաշրջումներին, պատերազմներին, կանանց իրավունքների համար պայքարին, գիտական հայտնագործություններին, սիրո և գեղեցկի դրսևորումներին։ Կինոյի ստեղծման առաջին իսկ օրվանից գրական գործերը սցենարների հիմք են հանդիսացել, բազմաթիվ էկրանավորումներից առանձնացնենք մի քանիսը։ Օրինակ Վիկտոր Ֆելմինգի «Քամուց քշվածները», որը նկարահանվել է 1939 թվականին, Մարգարետ Միթչելի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Քամուց քշվածները» դասական կինոնկարը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենատոմսարկղային ֆիլմ, ստացել է 8 Օսկար մրցանակ, դայակի դերակատար Հեթի Մքդենիելն առաջին սևամորթ դերասանուհին էր, որին Օսկար շնորհվեց որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Ֆիլմը պատմում է 1861-1865 թվականների Միացյալ Նահանգներում Հյուսիսի և Հարավի միջև ծավալված քաղաքացիական պատերազմի մասին, որն ավարտվել է տնտեսապես առավել զարգացած Հյուսիսի հաղթանակով և երկրում ստրուկության բացարձակ չեղարկմամբ։ Պատմական բարդ իրադարձությունների ֆոնին իր դժվարին ուղին է անցնում գեղեցիկ և կամակոր Սկառլետ Օ'Հարան, որ սերում է Հարավի ազնվական հարուստ ընտանիքներից։ Սկզբում նրբակենցաղ Սկառլետը պատերազմի բոհով անցնելուց հետո դառնում է ուժեղ, կամային և փոքր-ինչ դաժան, սակայն մի բան կայուն է նրա բնավորության մեջ՝ համառությունն ու ներքին անկախությունը։ Նա ոչ դրական, ոչ էլ բացասական կերպար է։ Նրա օրինակով հասկանում ենք մարդկային էության բազմաշերտությունը, տեսնում ենք, թե ինչպես կարող է սերը բարդ ու հակասական լինել, երբեմն բերելով նույնիսկ ողբերգական հանգուցալուծումների։ Սկառլետի դերակատարուհին Վիվիեն Լին համաշխարհային կինոյի ամենամեծ աստղերից է։ Այս դերի համար դիտարկվել են ավելի քան 1400 թեկնածուներ, սակայն բնավորությամբ իր հերոսուհուն նման Վիվիենը սովորություն ուներ հասնելու այն ամենին, ինչ շատ էր ցանկանում։ Ես պարզապես պետք է խաղամ Սկառլետի դերը և վերջ։ Կինոնկարը հաջողություն չէր ունենա, եթե հանճարեղ վեպը դրամատուրգիական նուրբ հյուսվածքներով սցենարի չվերածվեր։ Ցավոք, ֆիլմի սցենարիստը Սիդնի Հովարդը ֆիլմի պրեմիերայից մեկ ամիս առաջ ողբերգական պատահարից մահանում է։ Օսկար մրցանակը շնորհվում է նրան հետմահու։ Ասում են, որոշ տեսարաններ գրի առնելիս մասնակցել է հայտնի գրող Սքոթ Ֆիցջերալդը։ Նրա անունն այդպես էլ ֆիլմի տիտրերում, լուսագրերում չի հայտնվել։ Ռեդ Բատլերի դերակատար Քլարկ Գեյբլը ֆիլմում կերտել է առնական հմայիչ, վճռական, խորաթափանց տղամարդու կերպար, որն էկրանից այս կողմ բազմաթիվ կանանց սրտեր է կերել։ «Քամուց քշվածները» ֆիլմը ամերիկյան գաղափարախոսության անբաժանելի մասն է՝ ռասայական խտրականության հարցեր, կապիտալիստական աշխարհի արժեքներ և գոյատևման պայքար։ Հաջորդ ֆիլմը դիտեք Մարտին Սկորսեզեի «Անմեղության դարաշրջանը» հաջորդ վիդեոյում։ Անպայման բաժանորդագրվեք։